Ուրեմն լսում էի անունով ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը։ Ուզում էի մեկնաբանել, բայց եկել հիշեցի, սրա ինչը մեկնաբանես։ Ինչպես մեկնաբանես մի մարդու խոսք, որը արժեք չունի։ Ում խոսքի արժեքը այս փոշու չափ է։ Տեսեք հիմա նա ինչ է ասում Պետրոս Ղազարյանի մոտ։ Նախ ինչ զիջում ենք մենք արել մինչև այս պահը կարող ենք թվագրել, կարող եք թվարկել, մենք ինչ զիջում ենք արել մինչև այս պահը։ Հայաստանի Հանրապետության տարածքներին ասում, որ հանձնել են։ Եվ ինչ էր ասում տարիներ առաջ։ Վախենում եմ այն մտքից, որ Աստված մի արասցե հեղափոխություն չլիներ, հիմա մեր թշնամին լավագույն դեպքում Ստեփանակերտում էր։ Եթե կա մարդ, որը մտածում է, որ Հայաստանը ու Արցախը ապագա չունի, հաջողություն բոլոր այդ մարդկանց։ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը ապագա ունի, ծափահարություններ բոլոր։ Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը մեջը։ Սա արդեն երևի մի 8 անգամ ասել ենք վերջին մի տարվա ընթացքում կամ 2 տարվա ընթացքում։ Էլ ինչա պետք ասել։ Բայց պետք է հասկանալ մի շատ կարևոր նրբություն, սիրելի բարեկամներ։ Սա ներկայանում է որպես ազգային ժողովի նախագահ։ Ազգային ժողովի նախագահն ունի կոնկրետ պատասխանատվություն եւ լիազորություններ։ Պետրոս Ղազարյան, որ կանչել ես սրան խոսացնում ես հարցեր ես տալիս գեոպոլիտիկայից, չգիտես ինչից։ Դու չգիտես, որ այս մարդը ընդհանրապես իրավասություն չունի այդ թեմաների վերաբերյալ։ Դու նրան պետք է հասնես երկրի օրենքներից օրինակ։ Պետք է հասնես այդ ձեր վեթինգը ինչ եղավ։ Այդ դատավորները ինչ եղան, որոնք պետք է անկախ լինեն։ Ինչ եղավ Թալանի վերադարձը։ Օրենք եք ընդունել, չէ՞, ապօրինի գույքի վերադարձի։ Նոր օրենքներով դրանք վերադառնում են ժողովրդին ինչ-որ ֆոնդերով, ծրագրերով, թե գնում են ձեզ պարգևավճարներ։ Օրինակ քաղաքացիները լյուստրացիայի հետ կապված ակնկալիքներ ունեին, որ պետք է բացահայտեիք օտարերկրյա գործակալների, այդքան գլուխ հետ տանում ժողովրդին, սա նա KGB-ի գործակալ է, ռուսի գործակալ է։ Քանիսին եք բացահայտել օրենքով։ Լյուստրացիա արեք, տղա եք։ Տենց հարցեր պետք է տաս։ Դրել ես ընդդիմությունից ես խոսում, գեոպոլիտիկայից, գերիներից, սա ով է որ նման հարցերի պատասխանի։ Նրա ամեն պատասխանը ոնց որ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ։ Ընդհանրապես ազգային ժողովի նախագահը պետք է վերահսկի կառավարությանը։ Ազգային ժողովը պետք է այնպես կաշկանդի կառավարությանը, որպեսզի նա ամեն օր գալուց եւ ելույթ ունենալուց ազգային ժողովում վախենա падգամավորների հարցերից, նույնիսկ սեփական ֆրակցիայի։ Եղել է մի հատ դեպք, երբ Ալեն Սիմոնյանը ինչ-որ մի բանով քննադատի կառավարությանը։ Նա ի պաշտոնե պարտավոր է քննադատել կառավարությանը վերահսկել։ Այսինքն սեփական կուսակցական դուքյան են սարքե պետական մարմինները, խոսում են ժողովրդավարությունից, ինչ-որ մարդկանց են քննադատում, դուք ով եք։ Իսկ դեր ասած Սամվել Կարապետյան, որ ինձ անդադ ասում եք Սամվել Կարապետյան։ Դա Սերժ Սարգսյանն է։ Սերժ Սարգսյանը։ Այո։ Քոչարյանն է չի նույնիսկ Սերժ Սարգսյանը։ Դա Սերժ Սարգսյանի թիմն է։ Սերժ Սարգսյան իրանք։ Դու լավ, այնտեղ մի երկու հոգի կա, այն էլ ոչ Սերժ Սարգսյանն է լավ կադրերն են։ Պետրոս ջան, լավ էլի, նախ Սամվել Կարապետյանը եւ իր ընտանիքի անդամները բոլոր նախկինների հետ խավոր սանիկային հարաբերությունների մեջ են։ Դա նույն Ղարաբաղյան կլանն է։ Ու ես Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան պայքարին էլ չեմ հավատում։ Եթե գնանք Ալեն Սիմոնյանի տրամաբանությամբ, ուրեմն ստացվում է, որ բոլորը բոլորի հետ քանի որ ինչ-որ մի ձև կապված են, Ալեն Սիմոնյանը օրինակ շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունի Խաչատուր Սուքեսյանի հետ, հա։ Ըստ տարբեր տեղեկությունների նույնիսկ նրա հովանավորն է եղել, օրինակ Արարատ Նյուզում աշխատելու, Արարատ ամսագրի հետ կապված։ Ընդհանրապես նրա քաղաքական եւ նույնիսկ ֆինանսական հովանավորն է եղել ըստ տարբեր տեղեկությունների մամուլի։ Եվ Խաչատուր Սուքասյանը խնամիական կապեր ունի օրինակ Գագիկ Ծառուկյանի հետ։ Գագիկ Ծառուկյանը խնամիական կապեր ունի օրինակ Հովիկ Աբրահամյանի հետ։ Հիմա ըստ Ալեն Սիմոնյանի տրամաբանության իրենք Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի նրանց հետ են կապված։ Մարդկանց, ում մեղադրում են բելարուսական օլիգարխ լինելու հետ, ում մեղադրում են երկիրը թալանելու մեջ։ Փաստորեն Ալեն Սիմոնյան քո տրամաբանությամբ այդպես է դուրս գալիս։ Այսպես կապվածություններ կա, էլի։ Ես բացարձակ խնդիր չունեմ պաշտպանելու ընդդիմության կապվածությունները, բոլորիս հայտնի է ով ում հետ է կապված, բայց ցինիզմն էլ ունի աստիճան։ Ժողովրդին չի կարելի այդ աստիճան ապուշի տեղ դնել։ Ընդհանրապես խոսելու բարոյական իրավունք դուք չունեք։ Եվ ես կհորդորեմ ընդհանրապես այս մարդկանց, որոնց խոսքի արժեքը փոշի է, ընդհանրապես լուրջ չմեկնաբանել։